Վաղ շաբաթի ընտրություններում շուրջ 32% ձայն ստացած հաղթանակ դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը պնդում է, որ իշխանությունը քաղաքական նպատակներով փորձում է ճնշում գործադրել իր թիմի վրա։ Նրա խոսքով իրավապահների կողմից ընտրություններից անմիջապես հետո իրականացված խուզարկություններն ու 5 անձի մեղադրանք ներկայացնելը քաղաքական պատվերի մաս են կազմում։ Խաչատրյանը հերքում է ընտրակաշառքի մեղադրանքները, նշելով, որ մեղադրյալներից երկուսին անգամ չի ճանաչում։ Նա ընդգծում է, որ ճնշումները սկսվել են դեռ քարոզարշավի փուլում, իսկ վարչական ռեսուրսի օգտագործումն ու վաղարշապատի ու խոյի միավորումը էականորեն ազդել են ընտրության արդյունքների վրա։ Նրա գնահատմամբ ԿՊԱ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանի հաջողությունը հիմնականում ապահովվել է խոյում վարչական լծակների կիրառմամբ։ Ընդդիմադիր դաշինքը քվեարկության արդյունքներն առաջիկայում չի վիճարկելու, իսկ ավագանիում նախատեսում է ստանալ մոտ 12 մանդատ։ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրամյանն իր սոցցանցի էջում քննադատել է իշխանությանը, նշելով, որ ռազմական բյուջեի աճի կամ սպառազինության մատակարարումների մասին խոսելիս նրանք չեն ներկայացնում, թե ինչ մասշտաբի նյութական կորուստներ է կրել բանակը 44-օրյա պատերազմի և 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայի արդյունքում։ Պատգամավորը հիշեցրել է խոցված ու հանձնված զինտեխնիկայի, զինամթերքի, ռազմական օբյեկտների վնասների մասին, ինչպես նաև քարվաճառի ու քաշաթաղի կորուստներից հետո ձևավորված նոր առաջնագծի ու ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հավելյալ ծախսերի մասին։ Աբրամյանի խոսքով իշխանությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ ամենի համար, այլ այժմ գլուխ է գովում մոռացության տալով պարտության հետևանքները։ Գյումրիում ավագանու կազմը շարունակում է փոփոխվել հոկտեմբերի 20-ին իրականացված հատուկ գործողություններից ու կալանավորումներից հետո։ Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը ստացել է մի շարք ինքնաբացարկերի դիմումներ, ինչի հետևանքով մանդատների խնդիր է առաջ եկել ոչ միայն կոմունիստական կուսակցությունում, այլ նաև մեր քաղաքը կուսակցությունների դաշինքում։ Կոմունիստական կուսակցության անդամներ Գևորգ Ղուկասյանը, Սեդրակ Խաչատրյանը, ապա նաև դեռ մանդատը չվերցրած Տիգրան Ավագյանը հրաժարվել է մանդատներից կալանավայրում գտնվելու պատճառով։ Ավագյանի մանդատը հանձնվելու է ցուցակի հաջորդ համարին Արտյոմ Մկրտչյանին, սակայն նրա ներկայիս պաշտոնը չի համատեղվում ավագանու անդամի կարգավիճակի հետ։ Ինքնաբացարկ են ներկայացրել նաև Գնել Մանուկյանն ու մեր քաղաք դաշինքից Նարեկ Միրզոյանը։ Դաշինքի մանդատը փոխանցվելու է ցուցակի 10-րդ համար Արտակ Հովսեփյանին։ Քվորում ապահովելու համար ընդդիմությանը անհրաժեշտ է 17 մանդատ։ Մինիստ արդեն չի կայացել ՔՊ խմբակցության չներկայանալու պատճառով։ Օրենքը սահմանում է, եթե ավագանին 3 ամիսնից չգումարի, այն կլուծարվի եւ կնշանակվեն նոր ընտրություններ։ ԱՄՆ-ն անխոս աշխատում է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը հղում անելով աղբյուրներին։ Սպիտակ տունը շարունակում է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար, ասվում է հրապարակման մեջ։ Reuters-ը մեջբերում է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը, որը նշել է, որ Միացյալ Նահանգները անխոս աշխատում է ուկրաինական հակամարտությունը լուծելու ուղղությամբ։ Պաշտոնյայի խոսքով վերջերս այս հարցը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չի եղել, այլ իրադարձությունների պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մեկ այլ միջազգային հակամարտության հնարավոր ավարտի մասին, ակնարկելով ուկրաինական ճգնաժամի մասին։ Ամերիկացի առաջնորդը չի մանրամասնել, թե որ հակամարտության մասին է խոսքը, բայց նախկինում նմանատիպ խոսույթ է օգտագործել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Թրամփը նաև հիշել է իր աշխատանքը գների իջեցման եւ 8 ռազմական հակամարտությունների ավարտի գործում։ Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն այն հիանալի աշխատանքը, որը ես կատարել եմ գների իջեցման եւ 8 պատերազմների ավարտի գործում, եւ կարծում եմ, որ եւս մեկը շուտով կավարտվի, ասել է ամերիկացի առաջնորդը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խոստացմանն ու ուղղված օրենսդրությունը, եթե այն ներառի դրույթ, որը պետության ղեկավարին կտա պատժամիջոցներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու բացառիկ լիազորություն։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը։ Սպիտակ տան եւ նախագահի համար կարևոր է, որ պատժամիջոցների փաթեթը պարունակի հրաժարում, որը կապահովի, որ նախագահը վերջնական որոշումներ կկայացնի պատժամիջոցների վերաբերյալ։ Եթե դա ներառվի, կարծում եմ, նա կքննարկի այն ստորագրելու հնարավորությունը, ընդգծել է աղբյուրը։ Աղբյուրի խոսքով Թրամփն արդեն իսկ ցույց է տվել իր աջակցությունը նախաձեռնությանը։
Իսպանիան որոշել է Ուկրաինային հատկացնել 817 միլիոն եվրո օգնություն, այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Ըստ Reuters-ի, այս գումարից $100 միլիոն կօգտագործվի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար փուրլ նախաձեռնության շրջանակներում զենք գնելու համար, բացի այդ, ըստ El País-ի, Կիևին 200 միլիոն եվրո է հատկացվել էներգետիկ հատվածը վերականգնելու համար։ Իսպանացիների սրտերը ձեզ հետ են եւ մեր ձեռքերը ձեզ հետ կլինեն։ Մինչեւ արդար եւ երկարատև խաղաղության հասնել է, ինչպես նաև Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն։ Եվրամիությունն այն ընտանիքն է, որին նրանք ցանկանում են պատկանել, Սանչեսի խոսքերն է մեջբերում El País-ը։ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ նոյեմբերի 18-ին, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Իրանը իսկապես ցանկանում է գործարք կնքել։ Կարող եմ ասել ձեզ, որ կարծում եմ, որ նրանք շատ են ցանկանում գործարք կնքել, ասել է Թրամփը Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև պարզաբանել է, որ լիովին բաց է գործարքի համար եւ բանակցություններ է վարում Իրանի հետ։ Նա նաև նշել է, որ Իրանի հետ համաձայնության կարելի էր հասնել ավելի վաղ, բայց դա այն ժամանակ չստացվեց։ Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը 2 ամսվա նախնական կալանք է նշանակել նախկին փոխվարչապետ եւ ազգային միասնության նախկին նախարար Ալեքսեյ Չեռնիշովի համար, ով Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու ընկերն ու կնքահայրն է։ Չեռնիշովը կալանավորվել է մինչև հունվարի 16-ը։ Գրավը սահմանվել է 51.6 միլիոն գրիվնա, $1.2 միլիոն։ Կիրառել խափանման միջոց 60-օրյա կալանքի տեսքով, ասված է դատավորի որոշման մեջ։ Չեռնիշովի նախկինում մեղադրանք էր առաջադրվել որպես գործարար Թիմուր Մինդիչի կոռուպցիոն սխեմային մասնակից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Սաուդյան Արաբիան կստանա F-35 կործանիչներ, որոնք նման են Իսրայելի հետ ծառայության մեջ գտնվողներին։ Կարծում եմ նրանք բավականին նման կլինեն, ասել է Թրամփը Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ։ Միացյալ Թագավորությունը զինված ուժերի կարողությունները բարելավելու նպատակով ռազմական բարեփոխումների շրջանակներում կկառուցի 13 բարձր տեխնոլոգիական զենքի եւ պայթուցիկ նյութերի արտադրության օբյեկտ, հաղորդել է Financial Times-ը, հղում անելով պաշտպանության նախարար Ջոն Հիլեին։ Նրա խոսքով բրիտանական կղզիներում կբացվեն անօդաչու թռչող սարքերի արտադրության 2 գործարաններ։ Նախարարը խորհրդանում կհայտարարի կառավարության ռազմական ծախսերի առաջնահերթությունների վերաբերյալ, խորհրդարանի անդամների շրջանում թագավորության պաշտպանունակության վիճակի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլետ Բախչելին հայտարարել է, որ Ստամբուլի ձերբակալված նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավարությունը պետք է ուղիղ հեռարձակվի երկրի բոլոր հեռուստաալիքներով։ Դատավարությունը պետք է ուղիղ հեռարձակվի բոլոր հեռուստաալիքներով, այդ թվում պետական TRT-ով։ Թուրք ժողովուրդը պետք է տեսնի եւ իմանա, թե ինչ է կատարվում, ասել է Բախչելին խորհրդարանում իր կուսակցության խմբակցության նիստում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի իշխող դաշինքի դաշնակիցներից մեկի խոսքով Ստամբուլի քաղաքապետարանի դեմ կոռուպցիայի համար մեղադրանքների դատավարությանը ուղիղ եթերում հետևելու հնարավորությունը կօգնի ամրապնդել երկրում ժողովրդավարության նկատմամբ հավատը։ Իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացրել ամերիկյան McKinsey խորհրդատվական ընկերության Փարիզի գրասենյակում, որը կասկածվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական քարոզարշավները անօրինական կերպով ֆինանսավորելու մեջ, հաղորդում է Le Figaro-ն հղում անելով աղբյուրին։ Խուզարկությունը տեղի ունեցել նոյեմբերի 6-ին Փարիզի քննիչ դատավոր Սերժ Տուրնյորի գլխավորած հետաքննության շրջանակներում, որը վերաբերում է Ֆրանսիայի նախագահի նախընտրական քարոզարշավին։ Խորհրդատվական ընկերությունների ներգրավվածությանը Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը Մակրոնի դեմ հետաքննություն սկսեց 2022 թվականի նոյեմբերին, կասկածելով, որ McKinsey-ը անօրինական կերպով ֆինանսավորել է նրա 2017-ի եւ 2022 թվականների ընտրարշավները։ Դատախազությունը մտադիր է հետաքննել, թե արդյոք խորհրդատվական ընկերության եւ պետության ղեկավարի միջև կապեր կային, որոնք կարող են հանգեցնել ֆավորիտիզմի եւ քարոզարշավի անօրինական ֆինանսավորման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է եւս մեկ միջազգային հակամարտության հնարավոր անխուսափելի ավարտի մասին, ակնարկելով ուկրաինական ճգնաժամը, նրա խոսքերը հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Ամերիկացի առաջնորդը չի մանրամասնել, թե որ հակամարտության մասին է խոսքը, սակայն նախկինում նմանատիպ խոսույթ է օգտագործել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ Թրամփը նաեւ հիշել է իր աշխատանքը գներիչեցման եւ 8 ռազմական հակամարտությունների ավարտի գործում։ Ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն այն հիանալի աշխատանքը, որի
բոլորը ես կատարել եմ գների իջեցման եւ 8 պատերազմների ավարտի գործում եւ կարծում եմ, որ եւս մեկը շուտով կավարտվի, նշել է ամերիկացի առաջնորդը։ Ռուսաստանը Եվրոպայում լսում է ձայներ, որ նրանք հակված են 10 անգամ մտածել նախքան Կիև նույնիսկ 1 կոպեկ ուղարկել է։ Կոռուպցիոն սկանդալից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը հարցրել է Պեսկովին, թե արդյոք Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը կարող է ազդել եվրոպացիների կողմից Կիևին տրամադրվող ֆինանսական աջակցության վրա եւ արդյոք դա կարող է նոր Մայդան հրահրել երկրում։ Մենք արդեն լսել ենք եվրոպական մայրաքաղաքներից, որ նրանք այժմ հակված են 10 անգամ մտածել նախքան Կիևին նույնիսկ 1 կոպեկ ուղարկելը, եւ սա համապատասխանաբար արդարացված է, քանի որ եթե Կիև գումար է ուղարկվում, ապա ապրիորի պարզ է, որ այդ գումարի որոշակի մասը գուցե աննշան պարզապես կգողացվի։ Հետևաբար այս սկանդալի հետևանքներն անկասկած արդեն ակնհայտ են, իսկ թե ինչպես դրանք կզարգանան, մենք բոլորս միասին կտեսնենք, լրագրողներին ասել է Պեսկովը։ Ֆրանսիան շարունակում է զինել Կիևին ռեժիմին դա անելով հիմա եւ պլանավորում է անել վաղը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ֆրանսիան շարունակում է զինել Կիևի ռեժիմը։ Ֆրանսիան դա անում է հիմա եւ պլանավորում է անել նաեւ վաղը, ասել է Պեսկովը։ Հունգարիայի Եվրամիության հարցերով նախարար Յանոշ Բոկան հայտարարել է, որ Հունգարիան պատրաստ չէ հաստատել որևէ որոշում, որը կսահմանի Հունգարիայի կառավարության վրա լրացուցիչ իրավական պատասխանատվություն կամ ֆինանսական պարտավորություններ Ուկրաինայում վճարումները երաշխավորելու համար, հաղորդել է Politico-ն։ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո Եվրամիության եւ մեծյոթնյակի երկրները սառեցրին Ռուսաստանի ոսկե արժութային պահուստների գրեթե կեսը, որը կազմում է մոտավորապես 300 միլիարդ եվրո։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանդիպումներ կանցկացնի Թուրքիայում բանակցությունները ինտենսիվացնելու համար։ Վաղը մենք հանդիպումներ ունենք Թուրքիայում, մենք պատրաստվում ենք ակտիվացնել բանակցությունները եւ մշակել ենք լուծումներ, որոնք առաջարկենք մեր գործընկերներին, նշել է նախագահը։ Զելենսկին նաև պնդել է, որ Կիևը աշխատում է բանտարկյալների փոխանակումը վերսկսելու ուղղությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ երկիրը բացառապես կողմնակից է երկարաժամկետ կարգավորմանը, առանց որևէ ժամանակավոր հրադադարի։ Սա կարող է իրականացվել միայն հակամարտության արմատական պատճառները լուծելուց հետո, որոնք ներառում են ՆԱՏՕ-ի ընդլայնումից բխող ազգային անվտանգությանը սպառնացող սպառնալիքները եւ Ուկրաինայում ռուսախոս քաղաքացիների ճնշումները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը երկկողմ համաձայնագրի շրջանակում կարող է Ուկրաինային մատակարարել մինչև 100 Ռաֆայել կործանիչ։ Ամբողջությամբ մարտական համալրմամբ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Մակրոնը եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել, քննարկելու ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ըստ Մակրոնի մատակարարումները ընդգրկելու են բոլոր անհրաժեշտ ռազմական հնարավորությունները, որպիսի կործանիչները լիարժեք մարտունակ լինեն։ Այս քայլը նշանավորել է Ֆրանսիայի պատրաստակամությունը աջակցելու Ուկրաինային, ուժեղացնելով երկրի ինքնապաշտպանության կարողությունները շարունակվող ռազմական հակամարտության ֆոնին։ Հեցի նախկին ղեկավար Դավիթ Ղազենյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ներկայիս գործընթացներով ընկերության վաճառքը փաստացի անհնար է, բարոյական կոդեքս կա, հեցը իրեն հարգող ոչ մի անձ կամ կազմակերպություն չի գնի։ Նրա խոսքով գերակաշահի ճանաչումը նշանակում է, որ պետությունը պետք է վճարի ընկերության գնահատված արժեքը գումարած 15%, ինչը հարյուրավոր միլիոնավոր դոլար բեռ կդառնա հարկատուների վրա։ Ասում էին ազգայնացնելու են, բա դա ուր մնաց, նշեց Ղազենյանը։ Նա հավելեց, որ ամբողջ գործընթացը կարող է բերել ներդրումների անկման։ Երևան Տրանս ՊԲ-ն լուծարվում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում ներկայացրել է մայրաքաղաքում երթևեկության կառավարման նոր համայնքային հիմնարկի ստեղծման նախաձեռնությունը, ընդգծելով, որ այն փոխարինելու է Երևան Տրանսին, նոր կառույցը կաշխատի թվային տեխնոլոգիաներով ներառյալ գիզ համակարգեր։ Փոխքաղաքապետ Գրիգորյանը հայտնել է, որ նախատեսվում է ստեղծել Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, ինչպես նաև լուծարել Երևան Տրանս ՊԲ-ն։ 2026 թվականի համար նախատեսված են երկու հիմնական ծրագրեր՝ հանրային տրանսպորտի դիսպեչերիզացիայի ամբողջական համակարգի ներդրում եւ քաղաքի ընդհանուր երթևեկության կառավարում։ Ավինյանը անդրադարձել է Սարյանի փողոցի երթևեկությունը միակողմանի դարձնելու եւ մայրաքաղաքի այլ փողոցներում երթևեկության փոփոխությունների։ Սարյանի եւ մյուս բոլոր փոփոխությունները արվել են Île-de-France-ի մեր գործընկերների առաջարկների հիման վրա։ Եթե քննադատում եք, ասում եք միջազգային փորձ չի կիրառվում, բայց հենց միջազգային փորձագետների առաջարկներն են, ասել է Ավինյանը։ Նրա խոսքով Սարյանի անընդհատ երթևեկությունն ապահովված է։ Այո, ապահովված է։ Երրորդ
երկրորդ գծով մի քիչ դանդաղ է, ոչինչ, թող երրորդ գծով էլ մի քիչ դանդաղ լինի, բայց Սարյանով երթևեկությունը միշտ ապահովված է, ասել է նա։ Այսօր առավոտից ազգային ժողովում մեկնարկել է մարտի 1-ի գործով վերաիմաստավորումը, Ֆարմանյանը եւ այլ ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռի լույսի ներքո թեմայով հանրային քննարկումը։ Գործի վերաբացումը նպատակ չունի քաղաքական հաշվեհարդարի, այլ ուղղված է արդարադատության համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը 2018-ի հեղափոխությունից հետո իշխանության առաջնային խնդիրներից է համարել մարտի 1-ի արդարացի քննությունն ու բացահայտումը։ Վստահեցնում են ԿՊԱ-ական գործիչները իրենց ելույթներում։ Հանրային քննարկմանը մասնակցում են գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները, մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը իր ելույթում ներկայացրեց մարտի 1-ի գործի ներկայիս իրավական ընկալումները, միեդի նշանակությունը եւ պետության պարտավորությունները։ Բաքոյանի խոսքով նախկինում իրականացված քննչական գործողությունները չեն կարող որակվել որպես լիարժեք եւ անկողմնակալ։ Պատգամավորի խոսքով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանի նորագույն պատմության ամենացավոտ էջերից են, որոնք ներկայացնում են անարդարության, քաղաքական ցինիզմի եւ ճշմարտությունը թաքցնելու ցանկության հանրագումար։ Նրա խոսքով այդ ժամանակվա իշխանությունները կանգնել են օրենքի գերակայությունն ապահովելու կամ նեղ քաղաքական շահերին ծառայելու ընտրության առաջ եւ ընտրել են երկրորդը։ Նախորդ իշխանությունների օրոք մարտի 1-ի գործի քննությունը պետք է բնութագրել ընդամենը մեկ բառով՝ իմիտացիա։ Միեդի վճիռը պետք է ազդակ լինի դատական իշխանության եւ իրավական ամբողջ համակարգի համար, անհրաժեշտ հետեւություններ անելու եւ վերջնական իրավական գնահատական տալու մարտի 1-ի իրադարձությունների համար հիմնական պատասխանատվություն կրող անձանց գործողություններին, նշել է նա։ Բաքոյանի համոզմամբ հենց այս վճռի լույսի ներքո է, որ մարտի 1-ի գործը ստանում է իր ամբողջական իրավական եւ բարոյական իմաստը։ Մարտի 1-ի գործը պետք է դառնա անպատժելիության մշակույթի վերջին կանգառը։ Քաղաքականապես նախկին ռեժիմը պարտվել է, ձախողվել է եւ թեկուզ տարիներ անց արդարադատությունը պետք է լինի անխուսափելի, եզրափակեց նա։ 2026 թվականի առաջին կիսամյակում 45 նոր տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Այս մասին այսօր Երևանի ավականու նիստում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մենք գնում ենք 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որի կանխավճարն արդեն փոխանցել ենք։ Դրանք կմատակարարվեն հաջորդ տարի առաջին կիսամյակում, ասաց Ավինյանը։ Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ հաջորդիվ պլանավորում են ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։ Նրա խոսքով այդ ավտոբուսները պետք է ձեռք բերեն մեկ խմբականակով։ Ըստ քաղաքապետի մինչև տարեվերջ ավտոբուսների ձեռքբերման հարցը կքննարկվի ներդրումային կոմիտեի նիստում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է չափել նախկին նախագահ Ջո Բայդենի եւ նրա փոխնախագահ Կամալա Հարիսի IQ մակարդակը եւ մտածել է հնարավոր հաղթողի մասին։ Պարզապես հետաքրքրասեր եմ, ուզում եմ Կամալային եւ Բայդենին IQ թեստ հանձնել։ Ձեր կարծիքով ով կհաղթի, ասել է Թրամփը Մակդոնալդսի միջոցառման ժամանակ։ ԱՄՆ նախկին նախագահը սկզբում պլանավորում էր վերընտրվել անցյալ տարի, սակայն Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո նա դուրս եկավ մրցավազքից հօգուտ իր փոխնախագահ Հարիսի, ով պարտվեց ընտրություններում։ Տարբերություն Թրամփի, Բայդենն իրավաբանորեն իրավունք ունի վերընտրվելու իրավունք 2028 թվականին, զբաղեցնելով ընդամենը 1 ժամկետ։ Նոյեմբերի 19-ին Լիտվայի կառավարությունը որոշում կկայացնի Բելարուսի հետ սահմանային ռեժիմի վերաբերյալ, հաշվի առնելով երկու երկրների սահմանային գործակալությունների միջև նոյեմբերի 18-ին նախատեսված բանակցությունների արդյունքները։ Այս մասին հայտարարել է Լիտվայի խորհրդանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ռեմիջիուս Մոտուզասը։ Սահմանային ռեժիմի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է սպասել չորեքշաբթի օրը կայանալի կառավարության նիստում, ասել է հանձնաժողովի նախագահը։ Ինչպես վերջինս նշել է, որոշիչ կլինեն հարևան պետությունների սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների միջև այսպես կոչված տեխնիկական մակարդակի բանակցությունների արդյունքները։ Տեխնիկական մակարդակի բանակցությունների եզրակացությունները որոշիչ կլինեն, ասել է Մոտուզասը։ Նրա խոսքով Վիլնյուսը հակված է սահմանը բացել ավելի շուտ, քան նախատեսված էր նոյեմբերի 30-ին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք հակված ենք սահմանը ավելի շուտ բացել, ասել է քաղաքական գործիչը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ներգաղթի մասին օրենքների խախտման պարտակսել են երկրում բնակվող 47 օտարերկրացիների, հաղորդել է դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով Վրաստանից արտաքսվել են Բանգլադեշի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Հորդանանի, Կամերունի, Քենիայի, Չինաստանի, Կոնգոյի, Կուբայի, Նիգերիայի, Նեպալի, Պակիստանի, Ռումինիայի,
Կենիայի, Ռուսաստանի, Սուդանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Շրի Լանկայի եւ Եթովպիայի քաղաքացիներ։ Նրանց արգելվում է մուտք գործել երկիր։ Լեհաստանի գլխավոր շտաբի պետ Վիեսլավ Կուկուլան հայտարարել է, որ անանուն թշնամին ենթադրաբար սկսել է Լեհաստանի տարածքի վրա զինված հարձակման նախապատրաստություններ, հաղորդել է Ռեչպոսպոլիտա թերթը։ Թշնամին սկսել է պատրաստվել պատերազմի, այստեղ ստեղծվում է որոշակի միջավայր, որը պետք է հանգեցնի Լեհաստանի տարածքում հնարավոր ագրեսիայի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, հայտնել է Կուկուլան։ Մայիսի 27-ին Պոլիտիկոն հաղորդել էր, որ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է երկրին պատրաստել պատերազմի դեպքում պաշտպանության համար։ Ծրագրի առաջին նպատակը պահեստազորային ուժերի թվի եւ որակի ավելացումն է։ Երկրորդ նպատակն ավելի կարևոր է։ Մենք պետք է հասարակությանը պատրաստենք ճգնաժամի հետևանքներին, նույնիսկ եթե բոլորը չեն անցել ռազմական պատրաստություն, նշել է Կուկուլան հարցազրույցում։ Նոյեմբերի 16-ին անցկացվեց Դուքենդոյի Հայաստանի առաջնություն մրցումների մասնակցում էին 950 մարզիկ մարզուհիներ։ Հաղթողները 2026 թվականին կմասնակցեն տարբեր միջազգային մրցումների։ Հայաստանի Դուքենդոյի ֆեդերացիայի հիմնական նպատակն է դասյարակել կրթված սերունդ կտրել փողոցից երեխաներին, դասյարակել պետության համար հայրենասեր սերունդ։ Շնորհավորում եմ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիային այսօրվա Հայաստանի առաքության կապակցությամբ։ Ողջունում եմ եւ քաջալերում եմ իրենց, որովհետեւ մեծ աշխատանք են տարել ամբողջ թիմով, ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ Հայկ Վարդանյանի եւ մարշչական թիմով եւ այսօր ստուգատեսն է մարզիկների ով ոնց է պատրաստվել Հայաստանի առաքությանը։ Ցանկանամ ազնիվ մրցակցային պայքար ու հաղթի ուժեղագույնը։ Այժմ կայանում է Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությանը։ Մենք այս առաջնությանը ունենք թվով 920 մարզիկ մասնակից։ Նրանք տարվա սկզբից մասնակցել են մի շարք մրցաշարերի, ուղեգիր են ձեռք բերել Հայաստանի առաջնությանը մասնակցելու եւ այսօր որոշվելու է նրանցից լավագույնները, որոնք արդեն ուղեգիր ձեռք կբերեն միջազգային առաջնությունների, Եվրոպայի առաջնության եւ աշխարհի առաջնության մասնակցելու համար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կկարողանա բարելավել Կիևի հեղինակությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կկարողանա բարելավել Ուկրաինայի հեղինակությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրամիության անդամակցության Կիևի ուղին ենթադրում է բարեփոխումներ, որոնք կապված են օրենքի գերակայության հետ, հավելել է Ֆրանսիայի առաջնորդը։ Բոլոր կողմերը շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավորինս շուտ կայանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Լենտան։ Մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի այդ պայմանները հնարավորինս շուտ լինեն, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե երբ կկատարվեն այդ պայմանները։ Թագավորական նավատորմի նախկին հրամանատար եւ նախկին անվտանգության նախարար Լորդ Ալան Ուեսթը զգուշացրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել ՆԱՏՕ-ի հետ պատերազմի։ Նա այս հայտարարությունն է արել Լորդ Խոսնակի անկյուն փոդքասթի ժամանակ։ Մենք ըստ էության պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ, ասել է նա, առանց ապացույցների մեղադրելով Ռուսաստանին Եվրոպայի օդային տարածքը խախտելու եւ ստորջրյա մալուխները վնասելու մեջ։ Լորդ Ուեսթը նշել է, որ ոչ ոք չի ցանկանում, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև բախման, քանի որ դա կբարձրացնի միջուկային զենքի կիրառման ռիսկը։ Հունգարիան պատրաստ է Բուդապեշտում հյուրընկալել Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան գագաթնաժողովը եւ կկարողանա այն հյուրընկալել, հենց որ Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայն են դա անել։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն Բրունեյ Դարուսալամի իր գործընկեր Էրիվան Յուսոֆի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մենք պատրաստ ենք, հենց որ ամերիկացիներն ու ռուսները որոշեն ամսաթիվը։ Մենք նրանց այստեղ կդիմավորենք մեծ հարգանքով եւ ուրախությամբ։
ուղղությամբ, ասել է Սիարտոն, պատասխանելով երկու առաջնորդների միջև բանակցությունների կազմակերպման վերաբերյալ հարցին։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից հետո Զապորոժիեի շրջանում ավելի քան 41000 սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Սոցիալական առումով կարևոր օբյեկտները միացվել են Պայեստային էլեկտրաէներգիայի աղբյուրներին։ Իր Telegram ալիքում հայտնել է մարզին անկապետ Եվգենի Բալիցկին։ Իրավիճակը շարունակում է մնալ մարտահրավերային, բայց կառավարելի այսօր էներգետիկ ընկերությունները աշխատում են ամբողջ հզորությամբ։ Ամբողջ օրվա ընթացքում այս պահին 41843 բաժանորդ մնում է առանց էլեկտրաէներգիայի։ Այս բաժանորդները գտնվում են Միխայելովկայի, Վասիլիվկայի եւ Տոկմանկի քաղաքային շրջաններում եւ Կամենսկո Դնեպրովսկի քաղաքային շրջանի մի մասում, գրել է Բալիցկին Զապորոժիեի շրջանի բնակավայրերի էլեկտրամատակարարման վերաբերյալ օպերատիվ խորհրդակցությունից հետո, որոնց կարևորագույն ենթակառուցվածքները ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումներին։ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքշյանի վիճակը կտրուկվատացել է։ Փաստաբան Լուսիաննա Ամինասյանը հայտնել է, որ 45-օրյա ընդմիջումից հետո Էուլջեքշյանը նոյեմբերի 16-ին զանգահարել ընտանիքին ու կարճ զրույց ունեցել, հայտնելով, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկվատացել է, այլևս չի կարողանում քայլել, ունի անվասալյակի կարիք, սակայն այն չի տրամադրվել։ Նա նաև նշել է, որ չի ստանում բուժում, դեղորայ կամ բավարար սնունդ։ Նրան միայն հաց եւ թեյ են տալիս, ինչը դիտարկվում է որպես անմարդկային վերաբերմունք։ Փաստաբանը կոչ է արել, որ այս հարցում անապահ միջամտել միջազգային կառույցները, քանի որ Վիգենի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում։ Վարշապատի ընտրություններում մասնակցած հաղթանակ դաշինքից 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընտրակաշարք ստանալու տալու եւ ընտրակաշարքի միջնորդության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան դաշինքից 10 հոգու հետ քննչական գործողություններ են իրականացվել։ Դաշինքի համայնքապետի Թեկտածու Սևակ Խաչատրյանի հետ որևէ գործողություն չի արվել։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը 2 ամսով երկարացրեց գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Կարապետյանն անազատության մեջ է հունիսի 18-ից News.am-ին տված հարցազրույցից հետո, որտեղ քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը եկեղեցու վերաբերյալ։ Հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո Փաշինյանը Facebook-ում կոշտ արձագանքեց, ինչից հետո Կարապետյանը ձերբակալվեց եւ մեղադրվեց իշխանությունը զավթելու կոչ հնչեցնելու համար։ Հետագայում նրա դեմ հարուցվել են նաեւ նոր մեղադրանքներ, հարկերից խուսափելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Վերջին անգամ դատավոր Վահե Դոլմազյանը արձանագրել էր, որ փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մասով հիմնավոր կասկած չկա եւ միայն հրապարակային կոչի մեղադրանքով է հնարավոր կալանքը պահպանել։ Պաշտպանները պնդում են, որ այդ հոդվածով կալանքի առավելագույն ժամկետը 5 ամիս է եւ Կարապետյանը պետք է ազատ արձակվեր նոյեմբերի 18-ին։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախկին պաշտպանության նախարար եւ քարտուղար Ռուստամ Ումերովը հրաժարվել է վերադառնալ Ուկրաինա կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Հաղորդվում է, քաղաքական գործիչն արդեն տեղեկացրել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն իր որոշման մասին։ Նոյեմբերի 11-ին Ումերովը Ուկրաինայից մեկնեց Ստամբուլ, ենթադրաբար իր երկրի եւ Ռուսաստանի միջև գերիների փոխանակման նոր բանակցությունների համար։ Քաղաքական գործչի խոսքով առաջիկա օրերին նա կաշխատի Թուրքիայում եւ Մերձավոր Արևելքում նման փոխանակումների գործընթացը ապաշրջափակելու համար։ Իսկ այժմ եղանակի մասին։ Երևանում նոյեմբերի 17-ից ցերեկը 18-ին 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 17-ից ցերեկը 18-ին 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Քամին հարավ-արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ին 19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով։